Давай. Арсен, привет. Աղջիկներս առավոտ շուտ եկել ենք երեխեքին բերեցի ստուգումների, հիմա գնում եմ դեղեր գնելու։ Մինչև ամսի 26-ը պետքա բուժեմ։ Հետո նորից գնանք ավտորնի, տեսնենք ինչ կասեն։ Աղջիկներս կարտոֆիլ ենք ցանում, արի, սիրուն ես, արի, նստի, արի, ջուլբաս, արի, հələ մի հատ հետևորդներիս ասա ոնց եք, լնակ, ուսես պարկմա որ քնի, իմ սիրուն, կյոն, ինիչո, վիճակի, ջուլբաս, մեծացել է ջուլբասը, Այ ջուլբաս Հələ սիրե ոյ քունը տանում ոյ հələ բեղերին դե գնա խաղարա գնա խելոք խաղարա մազայիցս հոտա քաշում գնա խելոք խաղարա Այնտեղ Գյորգին ու Էրիկն են, հələ, արդեն բավականին կարտոֆիլ ցանել ենք, նայեք, սենց կամնեմ, որ ավելի լավ երևա, Գյորգին այսօր աշխատանքի չի գնաց է, հատուկ, որպեսզի կարտոֆիլ ցանենք, երեխեքին տարա, ասեցին, դեռ պետքա բուժվեն, ընթացքի մեջ այդ հազը շատ դժվար անցնում, Արսենին արդեն 5 օր է, Էրիկինը նոր ասկսվում Ստեղ արդեն փոցխում ենք նոր ցանում, որ մաքուր սիրուն լինի Եկաք Բարև ձեզ Էլինան քնած է, Էրիկ ջան Սուզատը կնացնում է Քնացնում է տատիկը Անցան կործել Եկա հավերին կեր ու ջուր տալու Ասեցի Աննա ջան մի ալարի Անցի գործի ես սոխերը մաքրի Այսքանը սոխի տեղն է Ու քանի որ դուք սիրում եք հողի գործ Ձեր մեկնաբանություններից ես այդպես եմ հասկանում Կամ ինձ նայելով եք ուզում հողում աշխատել Ձեր հավեսը գալիս է, ասեցի սպասեք ձեզ միանամ ու ձեր այդ հավասար գործ անեմ։ Խոսք եմ տալիս այս տարի առանց ձեզ ոչ մի հողի գործ չեմ անելու։ Ինչ գործ անեմ, դուք պետքա ներկա լինեք։ Գիտեք, որ ես խոսք եմ տալի, խոսքից տերն եմ լինում։ Կամ պետքա ասեմ, կամ պետքա ընդհանրապես չասեմ։ Էնպես որ կնկարահանեմ ընթացքը, ինչ եմ ցանում, ինչպես եմ մշակում եւ այլն։ Գիտեմ դուք շատ եք սիրում, շատ էլ սպասում եք
Այսպես գյուղական աշխատանքներին։ Էս ինչ ասենց ամենտեղ դուրս է եկես խոտը։ Ոնց որ ծաղիկ լինի, բայց ծաղիկ չի։ Ես հանկարծ չասեք Աննա ջան, պոչուրա։ Նոր եմ կախած տեղից վերցրել։ Սպասեմ Գյորգին կա պոչ դնի, նոր նորմալ աշխատացնեմ, բայց դեռ հիմա էլ սենց աշխատում է, էլի կարողանում եմ կառավարել իրեն հարմար է։ Ահա։ Սենց մաքրելով սիրուն բարձրանում եմ։ Էփես կոֆեներիք։ Կոֆեն էփեց։ Տատիկը կոֆե է դրել։ Ահա։ Միջև կոֆեն էփի, ես մի քանի մարկ այսպես կմաքրեմ։ Ես 7 տարեկան սոխերն աղջիկեք ջան։ Կեսուրս Հայաստանից հա բերե կարծեմ, եթե չեմ սխալվում։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Հայաստանի է, կամ Հայաստանից հա, կամ էլ Աքսանա տվե։ Չեմ հիշում։ Հա ջան։ Հա բալես։ Չգիտեմ։ Նքան հարցեր կտամ։ Տեղի ու անտեղի, ինչ փետա, որտեղից հա, ես շատ գիտեմ այ բալա ջան։ Արսենս ու Էլինաս քնած են։ Սիրուն երևում են սոխերը։ Ես ամաքրեմ, սենց սիրուն կմեծանան, մաքուր։ Աղջիկներս մաքրեցի, վերջացրեցի, մի հատ տեսեք ես գեղեցկությանը, այնքան է խոտ եմ հանել, էլ ասելու չի։ Ասաննա ջան, որ պարկեր քներ, ինչ է շահելու։ Ընդամենը մի 15 րոպե էր հանգստանալու։ Հիմա տեսեք, ինչ սիրուն է մաքրել։ Ահա։ Այնտեղ որ տեսնում եք մաղադանոցներ է։ Դրա համար ձեռք չեմ տվել։ Հիմա այստեղ էլ չգիտեմ, փորեմ, չփորեմ։ Ես արդեն 2 տարի է փորում եմ, բայց այտենց բերք ստեղ չի լինում, հենց այս հատվածում։ Արև շատ չի ընկնում։ Այստեղ մաղադանոցի թփեր ունեի 2-3 հատ։ Եթե գտնեմ, լավ կլինի, կտեղափոխեմ։ Շատ սենց մենց մաղադանոց է լինում այս թփերով, հա, խոշոր։ Բայց չգիտեմ, դեռ չի երևում աչքիս։ Այստեղ էլ համեմ սամիթի տեղն է։ Այստեղ պետքա փորեմ աղջիկներս, որպեսզի անցնեմ ցանելուն։ Թե ուրիշ տեղ փորեմ, չգիտեմ։ Նայեք սխտորներն ինչ լավ է մեծացել։ Իսկ կեսուրս նորից ավելացրել է։ Ահա։
Կարտոֆիլը ցանեցինք։ Այն այնտեղ ենք հասել, որտեղ որ Պետրոնը դույլը ընդամենը 21 մարկ ենք ցանել դեռ, թե 20 կարծեմ։ Այս չոփերն է պետք է հանեմ։ Հետո մնալու է նորից կեղտա դառնալու։ Մաքրվի էլի։ Տեսնենք մեր հողամասում սիբեղ կա, թե չէ։ Նայեք ինչքան խոտ ենք հանել, կարտոֆիլը ցանելուց։ Համ մաքրում ենք, համ ցանում, որպեսզի շատ խոտ չլինի։ Ճիշտ աղջիկներս տանջանքը շատ է, հենց չի որ թեթև է հողի աշխատանքը, բայց արդյունքը գոհացնող է։ Միջև չտանջվես, չես ստանա այն ինչ որ ուզում ես։ Նստած ոչ մեկ չի բերելու տա։ Պետքա ստեղծես, չի երևում։ Պետքա ստեղծես, որպեսզի վայելես։ Ստեղից մինչև այստեղ ցանել ենք արդեն։ Երեք ցանում էինք, անձրև եկավ։ Նայեք, երևում է մարգերը։ Ոյ ծտերը թռան։ Նայեք ինչ հավես տեղ է, դրախտավայր։ Հանգստանում ես դուրս ես գալի դուրս։ Ինչքան էլ տանող հոգնած լինեմ, դրսում ես նորից ձև եմ ինձ զգում ավելի աշխուժ։ Տանը կարող անստեմ ու ես իմ հոգնածությունը զգամ, բայց դրսում ես ընդհանրապես չեմ զգում, որ հոգնած եմ։ Հələ հավել ինչ են արել։ Ես մի 2 օրը Գյորգին եք զանգի կգան, ես ստեղից կհավաքեն կտանեն։ Հարևանի ու տանտիրոջ աղբն ա եղել։ Ահա։ Այսքանը սաղ կարտոֆիլ եմ մտածել ցանել, իսկ այսքանը սենց ամբողջովին լոբի։ Տեսնենք։ Իսկ այստեղից այն կողմ սենց պետքա ճանապարհը կտրենք։ Այնտեղ արդեն վարունգ է, բիբար է։ Դժվար պամիդոր սմբուկ տնեմ, չգիտեմ։ Մեկ ուզում եմ, մեկ չեմ ուզում։ Տեսնենք էլի Աստված առաջ։ Ինչ էլ անեմ, ձեր հետ եմ անելու։ Դուք ներկա կլինեք, ափսոս բերք հավաքելուց իմ կողքը չեք լինում, ես ինչ անեմ։ Գնացին կուտուտելու հավերը։ Երևի թե այսօր այսքանը։ Ուրեմն աղջիկներս այսօր ինչ նկատեցի։ Առավոտ շուտ եկա որ խոզերին կերտամ, որ ղազը որ նստած է, վեր էր կացել, այս սևն էր գնացել իր տեղը նստել, թե մի հատ թուղս ունենք նստած կարելի է այսպես ասել, չգիտեմ ղազային թուղս են ասում թե չէ։ Սևը փոխարինել էր սպիտակին։ Մինչև այն մեկը կերկերավ, ջուր խմեց, ման եկավ, մի 2 կրուկ էսպես վազեց, այս սև ղազը իր տեղը նստեց։ Հիմա արդեն ինքն է նստել։ $9 плюс. Ага.
49 պլյուս 9, հա։ Հա, Կերմես բալկոնես ուզում, բալշոյ Հատեղ էլ կա։ կոպես մալակում, այս է, փողը մուջերն է։ Դե կերմես, որն ես ուզում, պես կրակը։ Այհեմ ողջը։ Պարզա։ Вы перевозите грузы? С 1 сентября 2026 года электронные транспортные накладные обязательно... Հավես պարմը, չէ։ Հա, թմբլիկ։ Բենտո տորթ են ծախում, հա, բայց, հա, բենտոյա, 489 ռուբլի։ 400 գրամ։ Բենտո, Ադրեմ 1000 ես։ հե, մարդիկ 1200-ով, 1500-ով են ծախում։ Ուրա դողացվել է 1000 է։ Էսի նորությունը, նու էսի ֆիրմայից, անայ, Սլիվկով են պատել։ Սլիվկով, երկու օքու համարը։ Գանաշով չի պատված։ Հլա նա ինձ սիրուն սումք էր, Գյորգի։ Սումք էր, հլա տես։ Ես նորություն է։ Կուլիշները բերել են, տես։ Կա արդեն։ Ինչ արժե, փոքր էր նա, մեծ էր։ Շան գինեմ, պատս է կուլիշները։ Կները չկա, հələ չեն դրել։ Գին չկա, հա։ Կամերայս եմ նայեմ։ Ես էլ եմ կուլիշ թխելու։ Սոխ վերցնեմ։ Սոխ չունենք։ Ես էլ եմ թխելու։ Անենց։ Բայց կարմիր սոխեղներ, որ կեղևը պահենք, ծուներ կենք։ Էդի դիուզեն կամտից է տակ են Հենց սենց է վերցրու, Գյորգի։ Ատենց կարմիր։ Բանեց խամուտ եկավ սա դուք բան պային, կան։ Հա։ Հեսա գրացը կսեն։ Կարտոֆիլը 79 ռուբլի, 48 ռուբլի։ Այս ես պերեց կայլաց հանել օրյալի։ Ճոգի։ Ատենց։ Ճոգի։ Սալատ կաղանք։ Սելանակ է, գորուշ պանյաբան։ Այո, ինչի համար են գալիս, ինչ ենք ուսումնասիրում։ Կարաց է։ Купите со скидкой сейчас, пользуйтесь каждый день. С абонементами Կարակ, կարակ։ ограничений. Подробности на abonentx5.ru. Հլա նայեք ինչ սիրում բաներ կաղջկել ջան։ Արդեն զատիկի ենք պատրաստում, ապրիլի 5-ին աստեղ։ Ահա։ Վաղը կամ մյուս օրը կգանք գնումների զատիկի համար։ Նու սենց որպեսի զարդարենք սեղանը, ոյ ինչ սիրունը։ Հա։ Անցել եմ գործից, ես համար համեղ բաղադրատոմս եմ բերում։ Իսկ թե ինչ բաղադրատոմս կգտնեք մյուս ալիքում, սիլք ենք թողնեմ մեկնաբանությունների բաժնում և ինֆոբոքսում, կարող եք անցնել, բաժանորդագրվել և վայելել այն համեղությունները, որը որ ես եմ ներկայացնում իմ ալիքում։ Այսօր պատրաստելու ենք, կարող եք գուշակել ինչ, եթե այո, ապա մեկնաբանությունների բաժնում գրեք, տեսնենք կամ բաղադրատոմսը շուտ կգա, կամ բլոգը չգիտեմ։ Այստեղ արդեն ես պատրաստել եմ, ընթացքը նկարահանման մեջ է, իսկ այստեղ արդեն մաքրում հավաքում եմ, որպեսզի հանգիստ անցնեմ իմ գործին։ Գնացինք։ Քանի որ ես շատ եմ սիրում, այս բաղադրատոմսով չի կարող չկիսվել, չգիտեմ ալիքում ունեմ պատրաստած, թե չէ, շատ շուտ եմ պատրաստել, բայց հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի ներկայացնեմ ձեզ, քանի դեռ ուշ չէ, շուտով դες զատիկա գիտեք, պատրաստեք, վայելեք, համտեսեք, այնպես որ ակտիվ եղեք, ինչպես որ ես եմ ակտիվ,
Դիտեք, լայքեք, մեկնաբանեք, տարածեք, որպեսզի ես ամեն օր ձեզ համար համեղ բաղադրատոմսեր բերեմ։ Իհարկե ոչ ամեն օր։ Միգուցե ստացվի ամեն օր լինի, միգուցե օրու մեջ լինի, բայց լինելու է։ Այստեղ հավաքեմ աղջիկներս։ Ինձ ընդամենը 250 գրամ կաթեր անհրաժեշտ։ Մնացածը արդեն տեղափոխում ենք սառնարան հաջորդ համեղությունների համար։ Սառնարանից ինչ չէի բերելու։ Այստեղ կրեմ ունեմ աղջիկներս։ Սուսան տատիկը, որ շերտավոր խմոր էր թխել, կրեմը ավելացել է։ Միգուցե բուլկիով լեցոնեմ, չգիտեմ ինչ անեմ։ Ամեն դեպքում դեռ կմտածեմ։ Գնացինք։ Այստեղ սկեսուրս մածուն է մերել։ Տեսեք ինչ անտիվ մածուն է ստացվել։ Շուտով գնում ենք սառնարան։ Մի հատ տեսնենք խմորիչը, արդեն խմորիչը պատրաստ է աշխատանքի։ Վայ, ես ձեզ հետ չի անելու, սպասեք, միանամ հաջորդ ալիքին։ Աղջիկներս խմորը վերջացրեցի, ապա տեսեք, որ ցույց տամ արդեն կիմանաք ինչ եմ պատրաստում։ Ահա, հիմա թողնում ենք մինչև ինքը հասունանա։ Ես այս ամբողջը կհավաքեմ այստեղից։ Լվանա, ամենը սպասենք մեր խմորը հասունանա։ Միշև կհասունանա, ես իմ գործերս կվերջացնեմ, արդեն կպատրաստենք թխել։ Շան ամանա հավաքում, որ սկսում ես գործանել պանոցում։ Ահա, տատիկը լոբի է տապակում, աղջիկեք ջան։ Էլինա։ Ոնց ես։ Լավ ես։ Մեր տոմատները օր-օրի հանգանում է, գիտեք, չէ։ Կարելի է առնել լսնել, բայց ուզում էի հետս սրանից տանել։ Հա։ Չարնի մեքանի 50 ռուբլի է դարը մի հատը։ Ջանա, մեկ 10 հատ տանում։ Նորություն էլի Հայաստանեսի։ Չկա։ Չես ես տոմատ չկա։ Բայց սա։ Դրանով գործում էի վիրիկում, հետս բերեմ։ Տեո որ եղնեի կամ բերեի որ։ Հա, խոզերը քնած են։ Այստեղ լոբինա հետ գալիս։ Ինչն է խոզի համար։ Հələ նայեք սկեսուրս ինչ սիրունացան էլ ցորենը։ Այնպես արել, որ սիսի ու մասիսի նման լինի։ Նայեք ինչ սիրուն է։ Երկու օրը արդեն ծլում է։ Da. Içini. Բարև ձեզ, մեր լոբին արդեն պատրաստ է, իսկ մենք վայելում ենք այս համեղություններով։ Da. Իսկ այստեղ ամենագծու, կեչուպ կարելի ասել։ Mama tuvalet. Շոտ գծու է։ Բարի ախորժակ։ Tabiba. Tabiba. Пиццу сделать. Когда захотим. Где живут? А здесь.
Խարուն, իզի, բիսի, Nadi, Dada, ada juga. Ada ya jadi. Udah, kau kecil bikin. Ada bayi di papa mani. Ada, mantus. Спасибо, Леночка. Mama, bayi abi tidak. Բարի խորշակ։ Կուլիչ։ Պապին տուր։ Պապուկա, տուր պապի։ Так, չի։ Չէ, Թողես պարեր։ էսա կպաղի, նրան կպաղի։ Акута. Երեխեքը արդեն գիշերազգեստները հայքել են, որպեսզի քնեն եւ իրանց պապան տուն է եկել, դեռ տուն չի եկել, հիմա պատրաստում են, որպեսզի պապային վախացնեն։ Հենց եկավ, կասես Սերիկ ջան։ Եկավ։ Նայեք ոնց են ուրախանում պապային են տեսել։ Да, эти папа иди так. Ինչը կտաս պապային։ Կուլիչը։ Да. Հա, Ой, բանես։ это очень круто. Եկավ Էրիկ։ Եկավ։ Ինչ դժվար։ Վախեցար պապա։ Ո՞վ է սա։ Какой красота! Մաման նոր մեկը կերան, մաման արեց, ինչ դժվար էր գալի։ Արա, բանը իջստան։